Պատառը հանգիստ է կուլ գնում, երբ գիտես, որ հենց քո քաղաքական քինախնդրության պատճառով հազարավոր մարդիկ զրկվել են մի կտոր հացից։ Նիկոլ Փաշինյանին հարցնում է ԲՀԿ-ական Արման Աբովյանը։ Ցավ է ապրում Գագիկ Ծառուկյանը, երբ որ տեսնում է, որ հազարավոր մարդկանց, ովքեր աշխատում էին իր մոտ, այսօր իշխանությունը զրկում է մի կտոր հացից։ Ինձ համար այս օրերին ամենացավալին այն է, որ ինձ հետ փոխկապակցված բոլոր ձեռնարկություններում մարդիկ զրկվել են աշխատանքի գնալու, իրենց օրվա հացը վաստակելու հնարավորությունից։ Երևան կենտրոն քրեակատարողական հիմնարկից ուղերձ է հղել արդեն 9 օր կալանավորված Գագիկ Ծառուկյանը։ ԲՀԿ ղեկավարը պնդում է, եթե չաշխատեն մուլտիգրուպի ձեռնարկությունները, մեծ վնաս է հասցվելու երկրի տնտեսությանը։ Իմ հանդեպ հարուցված անարդար գործը որևէ առնչություն չունի այդ հիմնարկների հետ։ Բոլորը գիտեն, որ ես շատ վաղուց դուրս եմ եկել այդ ձեռնարկությունների կառավարումից։ Ոչ մի կապ չունեմ դրանց ընթացիկ հարցերի հետ։ Չեմ միջամտել աշխատանքներին։ Այդուհանդերձ բոլորին հասկանալի է նաև, որ այդ ձեռնարկությունների ապօրինի կասեցումն արվում է ինձ ցավ պատճառելու համար։ Հայաստանի տնտեսության ոչնչացումը ձեռնտու է թշնամիներին, պնդում է Արման Աբովյանը։ Այդ ամբողջ գործողությունից շահում է 3 շահառու ընդամենը։ Դա Հայաստանի Հանրապետության իշխանություններն են, որոնց թվում է, որ այսպիսի գործողություններով իրենք ամրապնդում են իրենց իշխանությունը, ինչքը լրիվ հակառակ process է, դա Թուրքիան է, որի համար սկզբունքային է Հայաստանի Հանրապետության տնտեսական իրավիճակի փլուզումը, եւ դա Ադրբեջանն է, որը ռազմավարական նպատակ ունի մաքսիմալ թույլատրել Հայաստանին, չմոռանանք, չէ, Արևմտյան Ադրբեջան case կա, այսինքն Արևմտյան Ադրբեջանի պրոյեկտ կա։ Ոնց պետք է իրականացնել այդ պրոյեկտը, եթե Հայաստանի Հանրապետությունը այս կամ այն առումով ամուր է կանգնած ոտքերի վրա։ 44-օրյա սարսափելի պատերազմից հետո Ադրբեջանի նախագահը հայտարարել էր, պետք է անել ամեն ինչ Հայաստանի ապաքինումը թույլ չտալու համար, հիշեցնում է քաղաքագետը։ Ըստ նրա, Հայաստանի ողնաշարը տնտեսությունը կոտրելով են այսօր փորձում կանխել այդ կազդուրումը։ Շատ կարևոր է խորքային նայել։ Սա միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հանդեպ չի այս գործողությունը։ Դա ընդհանուր տնտեսական համակարգի, գիտեք, խժռել է, ոնց որ քաղցկեղի պես այս process-ը խժռում է տնտեսական իրավիճակը։ Աբովյանի տեղեկություններով Գագիկ Ծառուկյանի ավելի վաղ Սամվել Կարապետյանի նկատմամբ սկսված քաղաքական հետապնդումների հետևանքով Հայաստանը դարձել է արտաքին ներդրումների համար անհրապույր երկիր։ Չնայած ԿՊԱ-ականները խոստանում էին ընտրություններից հետո նոր զարկ տալ տնտեսությանը։ Կա պետական մտածելակերպ, ազգային մտածելակերպ եւ կա մտածելակերպ, որի հիմնական, սենց շարժառույթները դա իշխանություն պահպանել է, իշխանություն պահպանել երկիրը քանդելու շնորհիվ դա աբսուրդ է։ Դա գիտեք ինչի է նման, ոնց որ մարդ նստած ծառի ճյուղի վրա, ծառի ճյուղը կտրում է, որովհետև իր դուրը չի գալի ծառի ճյուղը, օրինակ, տնտեսությունը։ Լավ է ձեր տրամադրությունը։ Արման Աբովյանի կարծիքով Հայաստանի տնտեսական վիճակը Փաշինյանին չի հուզում, նրա գերխնդիրը աթոռը պահելն է, հատկապես խայտառակ ընտրություններից հետո։ Այդ ընտրությունները փաստացի տապալել է Փաշինյանը ԲՀԿ-ից մանդատագողությամբ ու մնացած խախտումներով, հազիվ փրկելով մեծամասնությունը խորհրդարանում։ Մոռ են հանում հայ ժողովրդից, իշխանությունը ինձանից ձեզանից ավելի լավ գիտի, որ ինքը պարտվել է այս ընտրություններում, որովհետև Հայաստանի Հանրապետության բնակչության բացարձակ մեծամասնությունը 50+ իրենց ասել է, որ չի ընդունում իրենց քաղաքականությունը, դրա համար է այս զայրույթը, հասկացեք։ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ ոչ իրավաչափ գործողությունները կանխելու համար նրա փաստաբանները չեն սահմանափակվելու միայն Հայաստանի դատական համակարգով։ Այստեղ խնդիրը նա չի, որ իրենք դուրս են եկել Ծառուկյանի դեմ, դա արդեն պարզ է։ Իրենք դուրս են եկել հայ ժողովրդի դեմ, ըստ էության դա է ստացվում։ Գործարարի ընկերությունների աշխատանքի դադարեցման հարցով միջազգային տարբեր ատյաններ կդիմեն։ ԲՀԿ-ում համոզված են Հայաստանի իրավապահ համակարգը ծառայում է բացառապես Նիկոլ Փաշինյանին եւ այստեղ արդարադատություն ակնկալելն անիմաստ է։ Կարնե Մանգասարյան, Հենրիկ Համազասպյան եւ Հարություն Մաթեւոսյան, Հայլուր։